Ողջույն։ Այսօրվա մեր թեման է հոգեբանական աշխատանքը մանկական վշտի հետ։ Եվ մեր հյուրն է հոգեբան, ծնողի դպրոց հասարակական կազմակերպության բովանդակության եւ զարգացման մասով տնօրեն Լուսինե Աղաբեկյանը։ Ողջույն Լուսինե։ Ողջույն։ Լուսինե, այսօր խոսելու ենք մի քիչ ավելի բարդ եւ դժվար թեմայի մասին՝ մահվան, կորստի եւ վշտի։ Ցավոք սրտի մենք չենք կարող երեխաներին զերծ պահել այս թեմաներից, չենք կարող զերծ պահել իրենց այն իրադարձություններից, որոնք կապված են մահվան հետ, ու եւ մասնագետների եւ մեծահասակների համար երևի թեման ամենաբարդերից է, ինչպես խոսել երեխայի հետ, ինչ ասել, ինչպես աշխատանքը կազմակերպել այս թեմայի շուրջ, կա արդյոք մահվան ընկալման տարբերություններ տարբեր տարիքային խմբի երեխաների մոտ։ Այո, շնորհակալ եմ թեման բարձրաձայնելու համար, որովհետև երևի թե այն թեմաներից է, որոնք պրակտիկայում մասնագետների համար դժվարություն են առաջացնում, որովհետև թեման մի փոքր տաբուացված է ու մենք նախընտրում ենք շատ չմտածել ինքներս այդ թեմայի մասին եւ հետեւաբար աշխատանքն էլ ամենահեշտերից չէ, բայց զարգացման ընթացքում բնականաբար երեխաները անգամ մահվան հետ անմիջականորեն չբախվելու դեպքում էլ միևնույն է երևույթի հետ ինչ որ ձևով առնչվում են ու արդեն օրինակ նախադպրոցական տարիքում ինչ որ ձևով նկատում են, որ իրենց շուրջը կան օրինակ, չգիտեմ, չորացող ծառից թափվող տերևներ, երբեմն հանդիպում են մահացած կենդանիների, ու իրենց մոտ այդ հարցերը բնականաբար առաջանում են եւ արդեն իսկ նախադպրոցական տարիքում երեխաները բավականին ակտիվ մահանալ, մեռնել բառերը շրջանառում են եւ ինչ որ առումով դա իրենց ընկալման մեջ կա արդեն, բայց այստեղ չկա դեռ անդառնալիության եւ անխուսափելիության գաղափարը եւ օրինակ նախադպրոցականը մեզ հանգիստ կարող է ասել տատիկը մահացել է, բայց 2 րոպեից ասել այդտեղ մի նստի, տատիկը պիտի գա այդտեղ նստի, այսինքն իրենք երևույթը կարծես լսել են ու շրջանառում են բառը, բայց նաեւ չեն պատկերացնում, որ դա անդառնալի է եւ կարծես սպասում են այդ մարդու վերադարձին։ 5-6 երբեմն 7 տարեկանին մոտ արդեն գալիս է այդ անդառնալիության եւ անխուսափելիության գիտակցումը եւ այստեղ մահվան ընկալումը շատ փոխվում է կրծեր դպրոցական տարիքում եւ դա էլի անկախ կորստից, բնականon զարգացման ընթացքում երեխաները սրա միջով անցնում են, իրենք հասկանում են, որ վայ, ես էլ եմ մահանալու, վայ, ծնողներս էլ են մահանալու, վայ, իմ սիրած կենդանին էլ է մահանալու եւ դրա հետ կապված սկսում են շատ հարցեր տալ եւ իհարկե նաեւ շատ անհանգստանալ, այսինքն այստեղ մենք նաեւ մահվան տագնապ կամ մահվան ենք նկատում, որը որ բավականին երկար ժամանակ իրենց կարող է ուղղորդել, ուղեկցել եւ ուղեկցվել տարբեր հարցերով, կարծես թեմայի հանդեպ մեծ հետաքրքրություն կա։ Եվ հաջորդիվ արդեն դեռահասության շրջանն է, որտեղ նույնպես իրականում մահվան թեման արդիական է, հատկապես գուցե արդեն ավագ դպրոցականների մոտ, ովքեր իրենք կարծես կանգնում են եւ ինքնաճանաչման եւ տարբեր էգզիստենցիալ հարցերի շուրջ սկսում են մտածել կյանքի ազատության, պատասխանատվության եւ բնականաբար նաեւ մահվան ու կարծես նորովի թեման իրենց համար թարմանում է եւ նույն կորստի վախը, բնական աղետների հետևանքով վախը բավականին արդիական է լինում նաև այս տարիքում։ Լուսինե նշվեց բանի հետ կապված, մահվան վախի հետ կապված։ Հաճախ երբ որ մասնագետների հետ աշխատում ենք, ես այս հարցադրումը շատ եմ ստանում իրենցից, այն մասին, որ մահվան վախ կա, բայց անմիջական առնչություն մահվան հետ երեխաները չեն ունեցել։ Արդյոք հատկապես խոսքը գնում է նախադպրոցական, կրծեր դպրոցական տարիքի մասին։ Արդյոք հնարավոր է մահվան վախի զարգացումը այն դեպքում, երբ մենք անմիջականորեն որևէ հարազատի եւ մարդու կորստի հետ չենք առնչվել։ Երեխաները կարող են դա ունենալ, թե չէ։ Միանշանակ կարող են ունենալ եւ այդ առնչությունը շատ տարբեր ձևով կարող է գալ։ Երեխան կարող է ուղղակի լսել ինչ-որ ինֆորմացիա, օրինակ, որ հարևանը մահացել է ու կարծես հարևանը ինքը գուցե չի էլ ճանաչում, դա իր համար կորստի տեսանկյունից նշանակալի կորուստ չէ, բայց միևնույնն է ինքը լսում է այդ խոսակցությունը, ինքը ինչ որ ձևով դա անցալում է, ինչ որ մեկնաբանություններ է ունենում, դա անգամ կարող է լինել ինչ որ ֆիլմից կամ մուլտֆիլմից, որտեղ ինքը ինչ որ տեսարաններ տեսնի, գուցե ինչ որ սարսափ ֆիլմեր տեսնի, որտեղից որ կարող է շատ վախենալ, հասակակիցները կարող են ինչ որ բան խոսել, այսինքն ընդհանրապես պարտադիր չէ, որ հենց կորուստ
երրորդը լինի իր կյանքում, մանավանդ հետպատերազմական, հետ ճգնաժամային հասարակություններում երևի առավել եւս թեման ակտուալ է, որովհետեւ ամեն դեպքում զոհերի մասին անդադ զրույցներ կան, հերոսների, անմահացած հերոսների մասին անդադ խոսում են, դպրոցում նկարները փակցված են, դրսում անընդհատ այդ տեղեկությունը կա ու այսպես թե այնպես երեխան այդ տեղեկությունների հետ անդադ առնչվում է։ Քանի որ մասնագետների համար ենք շատ նաև հաղորդաշարը նկարահանում, որ փուլից մասնագետը պետք է սկսի աշխատել երեխայի հետ, ով որ կորուստ է ունեցել, որովհետև շատ հաճախ նաև ես ինքս եմ դրա հետ առնչվել, ծնողները զանգահարում են անմիջապես իրադարձությունից հետո եւ ասում են երեք մեր մոտ նմանատիպ բան է տեղի ունեցել, կարող են երեխային վաղը բերել ձեզ մոտ, որովհետև հուզված է, լաց է լինում եւ այլն։ Եվ հաճախ մասնագետները նաև կարծում եմ շատ հուզական ֆոնի հետևանքով ասում են այո, արդյոք բնականon է այդ փուլում եւ կան ինչ որ ժամկետներ, որի դեպքում մենք սկսում ենք աշխատել։ Այստեղ փուլը ասելով կորստի ապրման փուլը նկատի ունենք, չէ՞, ոչ թե տարիքային փուլը երեխայի։ Իրականում տարբեր փուլերում էլ մենք ունենք անելիքներ, բայց այդ անելիքները տարբեր են։ Հենց սկզբնական փուլում, երբ որ տեղի է ունեցել հարազատի կորուստը, մասնագետի անելիքը կարծում եմ ավելի շատ նաև որ օգնի ընտանիքին այդ տեղեկությունները ճիշտ տարիքին համապատասխան ձևով ներկայացնել երեխային ու գուցե այստեղ մեր աշխատանքը հենց ընտանիքի հետ է։ Ընդ որում եկեք չշփոթենք, ես չեմ պատկերացնում, որ մասնագետը ինքը պետք է այդ լուրը հայտնի, որովհետև մասնագետը երեխայի համար անծանոթ ինչ որ մեկն է, անգամ եթե մենք այդ երեխայի հետ աշխատում ենք, միևնույնն է ցանկալի է, որ այդ լուրը ընտանիքի անդամներից որևէ մեկը հայտնի, նաև այն արժե համակարգի եւ մահվան մասին այն պատկերացումների ներքո, որոնք որ այդ ընտանիքը ունի, հետեւաբար այստեղ մեր դերն է ուղղորդել ընտանիքին, ինչ ասել, ինչ չասել եւ ինչպես աջակցել երեխային այս սկզբնական շրջանում։ Ու սկզբի օրինակ, օրերի ընթացքում, առաջին 10 օրվա, 1 ամսվա ընթացքում հազվադեպ է լինում, որ հենց մասնագետի աշխատանքի կարիք որպես այդպեսին լինի։ Ամեն դեպքում բարդ կլինի ասել հենց որ օրը կամ որ ամսում երեխային պետք է բերենք, որովհետև սա շատ անհատական է ու եթե շատ ընդհանուր ասենք, մենք ելնում ենք այն մտքից, որ եթե ընտանիքի, դպրոցի, մանկապարտեզի շրջապատող մեծահասակների ազդեցությունը եւ արձագանքը արդյունավետ է կառուցվում, գուցե երեխան ընդհանրապես չունենա այլ հոգեբանական աշխատանքի կարիք, որովհետև երեխան ունենա այդ ներքին ռեսուրսները եւ դրսի սոցիալական աջակցությունը ինքնուրույն հաղթահարելու համար։ Հետեւաբար այստեղ ոչ մի պարտադիր ինչ որ բան չկա, բայց ավելի հաճախ զուտ փորձից ելնելով մենք նկատում ենք, որ մի քանի ամիս անց կարող է դրա կարիքը լինել, հատկապես այստեղ հաշվի առնենք, որ մանկական վշտին շատ բնորոշ է այդ քողարկվածությունը եւ ալիքային բնույթը, այսինքն երեխաների մոտ հիմնականում մենք վշտի բացահայտ դրսևորումներ չենք տեսնում։ Հատկապես միջև այդպես կրծայ դպրոցական տարիք մենք հազվադեպ ենք տեսնում, որ երեխան ուղիղ լաց լինի, կարոտի, անընդհատ ինչ որ հարցեր տա, ավելի հաճախ դա այլ դրսևորումներ է ստանում՝ տագնապներ, անհանգստություն, առաջադիմության խնդիրներ, հասակակիցների հետ կապված խնդիրներ, կամակորություն, անցանկալի վարք, այսինքն մենք դրա տակ հետո ենք հասկանում, որ գուցե այս կորստի թեման ինչ որ չափով կա, հետեւաբար իրական ստացվում է, որ բոլոր փուլերում էլ կարող են բերել։ Շատ կարևոր ընդգծում էր այն, որ մասնագետը չի հայտնում լուրը երեխային, այլ երեխային հայտնում են հարազատները։ Այս կոնտեքստում նորից մասնագետների կողմից եկող հիմնական անհանգստությունը այն է, թե ինչպես ուղղորդել հարազատներին, ինչ ասել երեխային մահվան մասին։ Մենք գիտենք, որ հայկական մշակույթում բավականին շատ են արտահայտությունները, գնացել է ճամփորդության, հիվանդանոցում է, բուժվում է, երկնքում է, երկնքից նայում է քեզ, հետևում է քեզ, միշտ քո կողքին է։ Արդյոք տեղին են նմանատիպ արտահայտությունները եւ մասնագետը ինչ պետք է անի այս բովանդակության հետ ծնողների կամ հարազատներին ուղղորդելիս։ Իրականում մենք շատ լավ կետից սկսեցինք, որ ընտանիքը դիմել է մեզ, հետեւաբար հասկացել է, որ երեխայի հետ պետք է խոսել։ Սա արդեն իսկ լավ կետ է, որովհետեւ հասարակությունում կա նաեւ հակառակ միտում, մենք տեսնում ենք, որ հաճախ երեխաներից ուղղակի թաքցնում են ինֆորմացիան, որը բնականաբար ամենևին ցանկալի չէ եւ մենք տեսնում ենք, որ հետագայում ավելի բարդ ապրման է բերում վշտի, երբ որ մենք թաքցնում ենք ու տարիներ հետո ենք իրեն ասում կամ ինքը պատահաբար է մի տեղից իմանում։ Ստացվում է, որ մեր առաջին քայլը
ընտանիքին բերելն է այն կետին, որ կարևոր է երեխայի հետ խոսել ու ասել ճիշտը, ոչ թե ասել, որ ճամփորդում է, հիվանդանոցում է, գնացել է ինչ-որտեղ, այլ իսկապես ասել, որ մահացել է ու չի վերադառնալու։ Դա առաջին հայացքից ավելի այսպես շոկային ու բարդ է թվում, որովհետև հաճախ ծնողները կամ ընտանիքը մտածում են, որ այդպես ասելու դեպքում երեխային կտրավմատիզացնեն, բայց իրականում արդեն իսկ այդ տրավմատիկ իրողությունը եթե եղել է, անխուսափելի է, որ երեխան դրա հետ կապված բացասական ապրումներ ունենալու է, այո, դա լինելու է, բայց դա է այն ճանապարհը, որով որ ինքը պետք է անցնի վերականգնվելու համար։ Եթե մենք դա չանենք, մենք հետո, ինչպես արդեն ասացի, ավելի բարդ ընթացք կունենանք։ Երկրորդ կետում, երբ որ արդեն բերել ենք ընտանիքին այն կետին, որ պետք է ասենք, հիմնական մի քանի ուղերձներ պետք է տանք, որ անպայման հենց մահ բառը պետք է օգտագործենք, ոչ թե քնի հետ համեմատենք, որովհետև հաճախ քնի հետ համեմատությունը քնի հետ կապված խնդիրների, քնից վախի, քնած մարդկանցից վախի է բերում։ Երկրորդը հստակ պետք է փոխանցենք գաղափար այն մասին, որ սա անդառնալի է ու այդ մարդը չի վերադառնալու, որ իր կենսական գործառույթները դադարել են, գործել ու ինքը սոված չի լինելու, քաղցած չի լինելու, չի ծառավելու որևէ խնամքի ու աջակցության կարիք որպես այդպեսին չի ունենալու, ինչպես նաև շեշտել, որ երեխան այդտեղ մեղավորություն չունի, անգամ եթե ինքը չէր լսել տատիկին, անգամ եթե ինքը ինչ-որ մի բան այս պահին չի զգում, որևէ մեղավորության զգացում չունի։ Մնացածը շատ կախված է նաև կոնկրետ թե երեխան ինչ գիտեր մահվան մասին, ինչ տարիքում է գտնվում, ինչ նախորդ փորձառություն է ունեցել, այսինքն սրանից կախված պատասխանը շատ կփոխվի, բայց այդ հիմնական կետերը անպայման պետք է շեշտել։ Ենթադրենք արդեն դիմել են եւ այս բարդ փուլն էլ անցել ենք, արդեն երեխային ասել ենք ու սկսում ենք թերապևտիկ աշխատանքը երեխայի հետ։ Կան տարբերություններ երեխան ում է կորցրել, այսինքն երբ որ մենք խոսում ենք օրինակ ծնողների կորստի մասին կամ հարազատներից որևէ մեկի, կա էական տարբերություններ թերապևտիկ աշխատանքի ընթացքի մեջ այս դեպքում։ Ընթացքի մեջ գուցե այդքան չէ, որքան ապրման ձևի մեջ կարող են տարբերությունները լինել։ Իրականում կորստի հոգեբանության մեջ ամենաշատը կարևորվում է այդ նշանակալիության սուբյեկտիվ գործոնը, որովհետև օրինակ, այդտեղ նույն արունակցական կապը միշտ չի որ դեր է խաղում, որովհետև կարող է մահանալ օրինակ հորաքույրը, ում հետ երեխան կապված չէ, ասենք հորաքույրը ուրիշ երկրում է ապրում, իրենց մեջ կապը ուղիղ չէ, եւ օրինակ դասընկերը, ում ինքը ամեն օր տեսնում է, օրինակցական կապ չկա, բայց այդ հարաբերությունները ավելի մտերիմ են, այսինքն այստեղ ավելի շատ այդ սուբյեկտիվ նշանակալիության տվյալ մարդու դերը երեխայի կյանքում իրենց հարաբերությունների բնույթն են դեր խաղում ապրման մեջ։ Իհարկե կան կորուստներ, որոնք գուցե մի քիչ ավելի հեշտ են տեղավորվում ընդհանուր տրամաբանության մեջ, օրինակ տատիկ պապիկների, ավագ սերունդի ներկայացուցիչների կորուստը գուցե էլի դա սուբյեկտիվ է ոչ միշտ, հիմա մի քիչ ընդհանրացված եմ ասում, բայց դա գոնե ընդհանուր տրամաբանության մեջ, որ կյանքի մասն է կազմում մահը, մեծանում ենք, ծերանում ենք, ու տեղը զիջում ենք ուրիշներին, այդ տրամաբանության մեջ, քանի որ տեղավորվում է, գուցե երբեմն մի քիչ ավելի հեշտ կարող է ապրվել, քան օրինակ, չգիտեմ, հասակակիցի կորուստը կամ ծնողի կորուստը, որը այդ տարիքում ինչ-որ ընդհանուր տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց էլի կնշեմ, որ սա շատ սուբյեկտիվ է։ Պարտադիր է բոլոր կորուստների դեպքում թերապիայի գալ։ Ոչ, բնականաբար ոչ, ընդ որում ասելն էլ պարտադիր է այն կորուստների դեպքում, երբ որ երեխայի համար նշանակալի անձ է մահացել ու ինքը այդ կորուստը կնկատի, այսինքն եթե հեռու տեղ ապրող ինչ-որ հեռավոր բարեկամ է մահացել, բնականաբար պարտադիր չէ երեխային այդ ինֆորմացիայով ծանրաբեռնել։ Ինչպես արդեն նշեցի, եթե հարազատների եւ կողքի մարդկանց սոցիալական աջակցությունը տեղին է, դպրոցում, մանկապարտեզում, ոչ թե ավելորդ այսպես կենտրոնացում է լինում այդ թեմայի վրա, այլ երեխային օգնում են ներգրավել ու կարծես ցույց տալ, որ կյանքը շարունակվում է եւ ապրել իր բնականոն կյանքով։ Թույլ են տալիս եւ հույզերը արտահայտել, տխրել, հիշել, նեղվել, խոսել այդ մարդու մասին, գերեզմաններ այցելել ինչու ոչ, բայց միաժամանակ նաև իր բնական կյանքով ապրել, հաճախ երեխայի ներքին ռեսուրսները բավարար են լինում, ավելի շատ աշխատելու կարիք լինում է մի փոքր բարդ դեպքերում, երբ որ ընտանիքում ընդհանուր, ընտանիքը որպես համակարգ բավականին դժվար է ապրում կորուստը, երբ որ ընտանիքի ինչ որ անդամներ, օրինակ մայրիկը շատ խոր ձևով է, շատ ծանր ապրումներ ունի ու ոչ միայն չի կարողանում, օգնել երեխային, այլ նաև հակառակը ինչ որ առումով ընտանիքի այդ անդամը եւս այսպես լրացուցիչ
հուզական ծանրաբեռնվածություն է ավելացնում երեխայի կյանքում, երբ որ կարճ ժամանակում միաժամանակ շատ կորուստներ են լինում, հա, նույն պատերազմական իրավիճակով պայմանավորված այդպես կարող է լինել, սրանք այն դեպքերն են, երբ որ ավելի հաճախ է լինում աշխատելու կարիք եւ երբ որ ռեալ երեխայի մոտ մենք տեսնում ենք, որ շատ սրվել է մահվան տագնապը, շատ կտրուկ օրինակ ինչ որ դրսևորումներ կան, քնել չի կարողանում, իր առօրյա վերադառնալ չի կարողանում, շփումն է տուժել, դասերն են տուժել, սրանք այն դեպքերն են, երբ որ կարիք կլինի աշխատելու։ Գերեզմաններից խոսեցինք, ու այստեղից տրամաբանորեն եկավ հարցը, դա մասնագետներին շատ տանջում է այդ հարցադրումը, քանի որ ծնողներն ու հարազատները հաճախ գալիս են հենց նույն հարցադրմամբ, ինչ անել, տանել երեխային հոգեհանգստի կամ թաղման արարողություններին, թե չէ։ Ընդ որում խոսքը տարբեր տարիքի երեխաների մասին է։ Դե իհարկե նախադպրոցական տարիքի դեպքում այդքան էլ չի առաջանում այդ հարցադրումը, բայց կրտսեր դպրոցական դեռահասության տարիքի դեպքում արդեն հստակ կա կողմնորոշվելու անհրաժեշտություն տանել թե ոչ։ Ինչ է ասում հոգեբանությունը այս մասով։ Հոգեբանության պատասխանը իրականում ավելի շատ վերաբերվում է նրան, որ ինչ որ տարիքից սկսած 5-6 տարեկանից հետո մենք հիմնականում երեխային տեղեկացնում ենք, թե ինչ արարողություն է դա, այսինքն մի փոքր պատմում ենք, որ ենթադրենք պապիկը պարկած է լինելու շուրջը, մարդիկ են նստած լինելու, մոմեր են վառված լինելու, ծաղիկներ են դրված լինելու, մոտենալու ենք, հրաժեշտ ենք տալու, կարող ես ինչ-որ բան ասել, մտքում կամ բարձր եւ դուրս ենք գալու։ Այսինքն ընդհանուր երբ որ ծանոթացնում ենք արարողության իմաստին, նոր մի հատ երեխային հարցնում ենք։ Իհարկե արդեն ինչպես նշեցի, մոտ 6 տարեկանից հետո ավելի փոքրիկների դեպքում չարժե, քանի որ հաճախ դրա արդյունքում տագնապներ կարող են առաջանալ։ Մենք հարցնում ենք երեխային՝ դու ուզում ես մասնակցել, թե ոչ, եւ եթե երեխան հայտնում է այդ ցանկությունը, մենք նորից իրեն նախապատրաստում ենք, ընտրում ենք մի մեծահասակ իր համար մտերիմով այդ ամբողջ ընթացքում իրեն կուղեկցի, կազմակերպում ենք այդ մասնակցությունը կարճ, այսինքն ամեն դեպքում կարիք չկա, որ երեխան երկար այդտեղ նստած մնա, մտնի, հրաժեշտ դուրս գա եւ այդ մեծահասակը շարունակի իրեն ուղեկցել օրվա մնացած մասի ընթացքում, այսինքն իր հետ դուրս գա, իր հետ հետո խոսի, եթե ինչ որ հարցեր առաջացան, հարցերին պատասխանի եւ հետեւի ինչպիսի արձագանքներ են լինում դրանից հետո։ Մոտեցումը ընդհանուր առմամբ սա է, թեև այստեղ իհարկե մի փոքր մշակութային տարբերություններ կարող են լինել, որովհետև տարբեր երկրներում այդ արարողությունները տարբեր ձևով են իրականացվում, ավելի շատ մեզ համար էի փորձում ասել, եւ մի փոքր նաեւ այստեղ ուզում եմ ընդհանրացնել ու մի քիչ հեռու գնալ, որ այս ամբողջ ընթացքում շատ կարեւոր է, թե երեխային շրջապատող մեծահասակները ինչ հուզական վիճակում են գտնվում, որովհետև եթե այս բոլոր քայլերը ինչքան էլ գեղեցիկ հնչեցին, բայց պետք է արվեն այնպես, որ բոլորը երեխային ինչ որ մեծ ուշադրություն դարձնեն, երեխան մտնի, մարդիկ սկսեն հուզվել, ինչ որ հարցեր տան, ավելորդ ուշադրություն տան, մեկը ասի ինչու եք բերել, մյուսը ասի վայ բալա ջան, էս ինչ եղավ, հա, այսինքն այսպես շատ հուզական դրսևորումներ եթե լինեն եւ կողքի մեծ այդ ուղեկցող մեծահասակները թե ինքը տագնապի մեջ լինի, բնականաբար սա ընդհանրապես չի աշխատի ու օգուտ չի տա։ Այսինքն այս կողմին էլ պիտի ուշադրություն դարձնենք, որ adekvat հուզական վիճակում գտնվող մեկը լինի, ով որ հանգիստ կկարողանա լինել երեխայի կողքին ու տալ այդ զգացումը, դա դժվար է իրականում, որ հա, լավ չի, բայց սա ինչ որ բնական մասա կյանքի ու մենք կարող ենք սրա մասին օրինակ խոսել, քննարկել եւ կկարողանա կանխել կողքի մարդկանց այդ բուռն հուզական հակազդումները, որպեսզի ինչ որ հակառակ ազդեցություն այստեղ չլինի։ Եթե գանք թերապևտիկ գործընթացին, ինչ հիմնական մեթոդաբանություն է աշխատում երեխաների հետ վշտի ու կորստի պարագայում։ Այստեղ արդեն շատ կապ ունի, թե երեխան ինչպես է, հա, վշտի ապրման ընթացքը իր մոտ ինչպես է տեղի ունենում։ Հաճախ երեխաները ընդհանրապես չեն խոսում թեմայի մասին, ընդհանրապես դա չեն բերում որպես իրենց հայց, եւ մենք մի փոքր այլ կողմերից ենք սկսում աշխատանքը, կոնտակտն ենք հաստատում, ինչու ոչ ռեսուրսներն ենք ամրապնդում, ինչ որ այլ թեմաների մեջ փորձում ենք աջակցել ու ավելի ուշ գալիս ենք հենց այս թեմային, որտեղ մենք գլոբալ մի քանի նպատակ ունենք մեթոդաբանական առումով։ Առաջինը դա կորստի փաստի ընդունումն է, որը որ միշտ չի որ բնականon ձևով հաջորդում է կորստին, այսինքն անգամ եթե երեխան արարողություններին մասնակցել է, միշտ չէ որ ինքը ընդունել է, որ այս մարդը մահացել է ու չի վերադառնալու։
Երբեմն գուցե աշխատանքը հենց դրան է ուղղված լինում, ավելի ուշ դրա հետ կապված հույզերը արտահայտելուն, եւ դա մենք շատ տարբեր ձևերով կարող ենք անել, եւ նկարելով, եւ խոսելով, պատմելով տեղի ունեցածի մասին, ինչու ոչ նամակ գրելով, գիտենք, որ նամակների տարբեր տեսակները բավականին արդյունավետ են օգտագործում վշտի հետ աշխատանքում, մահացածի մասին հիշելով, իր լուսանկարները կարող ենք նայել, իր մասին պատմություններ կարող ենք պատմել, համատեղ հիշողությունները քննարկել, ինչ էինք միասին սիրում անել, ինչն էր դուր գալիս, ինչն է, որ հիմա եմ ես կարողանում նաև անել, այսինքն բավականին մեծ շեշտ է այստեղ դրվում, ինչպես ասում են կորստի հոգեբանության մեջ, այդ հույզերի ազատագրմանը, որոնք որ ցավոք սրտի մեր մշակույթում հաճախ երեխաները արտահայտելու ուրիշ տեղ չունեն, որովհետև տանը հաճախ թեման փակվում է, կրթական հաստատությունում թեման փակվում է, փորձում են իրեն ավելի շատ ինտեգրել միջավայրում ու կարծես երեխան տեղ չունի, որտեղ կարող է այս ամենի մասին խոսել։ Այս հույզերի մեջ շատ մեծ տեղ կարող է տրվել նաև բարկության, անարդարության զգացման արտահայտմանը, որովհետև շատ բարկացնող կարող է լինել այդ եւ շատ անարդար երեխաների կողմից ընկալվել, որ հենց իրենց հարազատը պետք է մահանար ու անպայման այս հույզերին տեղ պետք է տանք, հա, որպես այդպեսին արտահայտվելու համար եւ արդեն հաջորդիվ մենք աշխատում ենք կարծես կորստից հետո կյանքի շարունակության ու նոր իրավիճակում հարմարման ուղղությամբ ու այստեղ փորձում ենք էլի պահել հավասարակշռությունը նրա միջև, որ այո, մահացածին մենք միշտ հիշելու ենք, այցելելու ենք թեկուզ գերեզմաններ, խոսելու ենք իր մասին, անելու ենք ինչ որ գործողություններ, ավանդույթներ, որոնք մահացածի հետ էինք անում, բայց նաև առաջ ենք գնում ու լրիվ նորմալ է, որ կարող ենք անել ինչ որ բաներ, որ նախկինում իր հետ էինք անում ուրիշի հետ, ուրախանալ, ժպտալ, ծիծաղել, ուրախ արարողությունների մասնակցել, շփվել։ Այսինքն ավելի շատ արդեն բուն հարմարման ուղղությամբ ենք աշխատում։ Լուսինե վերջերս խաղալիքներ էի որոնում մանկական խաղասենյակի համար եւ հանդիպեցի խաղալիքների հավաքածուի, որտեղ կային մահվան եւ կորստի թեմայով խաղալիքների խումբ եւ դրանց մեջ ներառված էին օրինակ դագաղ, խաչ եւ այն ամեն ինչ կարող է կապված լինել կորստի, թաղման կամ հոգեհանգստի արարողությունների հետ։ Արդյոք մասնագետները նմանատիպ խաղալիքներ պետք է ունենան խաղասենյակում, օրինակ հասանելի տեղ, տեսանելի տեղ, թե դրանք միայն հատուկ պայմաններում է հանվում ու առհասարակ նպատակ կա սա խաղասենյակում ունենալու։ Նպատակը կարծում եմ թեմայի մասին զրույցը խթանելը եւ հույզերը թեմայի հետ կապված արտահայտելն է, կարծես բոլոր այն խաղալիքները, որոնք որ մենք խաղասենյակում ունեն, օգնում են մեզ ստեղծել իրավիճակներ, որոնք որ նման են երեխայի կյանքի իրավիճակին ու օրինակ այդ խաղալիքի հետ կապված երեխայի հակազդումը մեզ շատ բան կարող է նաեւ հուշել։ Ինքը անտարբեր է, թե ինքը դրանից վախեցավ, թե ինքը դրանով հետաքրքրվեց, արդեն մեզ ահագին նյութ է տալիս երեխայի ներքին վիճակի մասին։ Պարտադիր երևի թե չի ասի, որ դրանք պարտադիր խաղալիքների ցանկի մեջ են մտնում, բայց դրանք կարող են վստահաբար օգնել եւ կարծում եմ, որ հատուկ թաքցնելու կարիք չունենք, որովհետեւ անգամ եթե երեխան դրա հանդեպ ինչ որ արտահայտված տագնապ ունի, գուցե ավելի լավ, որ դրա միջոցով մենք դա տեսնենք ու կարողանանք դրան եւս արձագանքել։ Այսինքն եթե մենք հենց թերապևտիկ խաղասենյակի մասին ենք խոսում, որտեղ տարբեր խաղալիքներ կան, նույն ավազով աշխատանքի մեջ դրանք շատ լավ կարող են կիրառվել կամ խաղային թերապիայում, այո, դրանք էլ հանգիստ կարող են տեղ ունենալ, ինչպես եւ տարբեր ինչ որ հերոսներ եւ տարբեր թեմաներ։ Ես մի դեպքի հետ եմ առնչվել, մասնագետներից եմ նորից լսել, նամակների մասին նշեցի, որ նամակ կարող են գրել, ուղարկել եւ երբ ծնողը իմացել է այդ մասին, որ մասնագետը նմանատիպ մեթոդ է կիրառել, ինքը որոշում է կայացրել, որ այդ նամակին պետք է պատասխան գա։ Եվ մահացած մարդու անունից պատասխան նամակ է ուղարկել ու մասնագետի համար բավականին շփոթեցնող էր դա, որովհետև երեխան վերադարձել էր շատ ավելի բուռն հուզականությամբ, այստեղ կբնորոշեմ երևի մի քիչ ճակերտներով դրական հուզականությամբ, որ պատասխան է իրեն եկել, որ ինքը ամեն դեպքում կա, գոյություն ունի, ոչ մի բան իր հետ տեղի չի ունեցել, եւ մասնագետի համար սա շատ շփոթեցնող էր, ինչ անել այս դեպքերում։
Նախ եկեք հասկանանք, որ հավանաբար սա հետևանք է նրա, որ ծնողի հետ համագործակցության մեջ ինչ որ մի բան պակասել է, հա, որովհետև երեխայի հետ աշխատանքում շատ կարևոր է, որ մենք զուգահեռ ծնողի հետ այդ իրազեկող աշխատանքը կատարենք ու ասենք, որ մենք հիմա սա ենք անում, այս նպատակով, նամակը սրա համար ենք գրել ու այդ կապը անընդհատ լինի, որ ծնողը, եթե ուզենա նման բան անել, ամեն դեպքում մեր հետ խորհրդակցի հարցնի արժե, թե ոչ, որովհետև այս դեպքում միանշանակ չարժեր այդպես անել, որովհետև եթե մենք խոսում ենք նրա մասին, որ երեխային պետք է բերենք այդ ընդունմանը անխուսափելիության ու երեխան սովորի դրա հետ գործ ունենալ, այս հաղորդագրությունը շատ երկակի է ու երեխային բերելու է այն վիճակին, որ ինքը նորից սկսի, հա, այդ լիարժեք կորստի փաստը ընդունել։ Այսինքն այստեղ երեխան այս պահին դրական հույզերով է եկել, բայց մենք կանխատեսում ենք, որ ինչ որ ժամանակ հետո դա արջի ծառայություն է լինելու ու իր ներսում ամեն ինչ ավելի է խառնելու եւ հետեւաբար այստեղ շատ կարեւոր է, որ մենք ծնողի հետ կապը հստակ պահենք եւ այս դեպքում էլ արդեն, եթե արդեն երեխան եկել է այդ ինֆորմացիայով, մի հատ ծնողի հետ խոսենք, հասկանենք ինչ համատեքստում է տրվել ու կանխենք հետագա նման դեպքերը, որպեսզի այլևս այս երկակի հաղորդագրությունները չգնան։ Կարծես նմանատիպ դեպքերը բարդացնում են մասնագետի աշխատանքը կրկնակի, հա, այսպես արհեստական ձևերով, որովհետև մասնագետը ոչ կարող է ծնողին արժեզրկել ու ասել, որ քեզ խաբել է, ոչ էլ կարող է որևէ բան չասել ու ընդունել դա որպես փաստ, հա, այստեղ պարզապես պետք է գուցե մի քիչ ժամանակ անցնի ու եթե նման դրսևորումներ այլևս չլինեն երկրորդ կողմից, արդեն նորից փորձենք երեխային բերենք ընդունմանը։ Երևի հաջորդ հարցն էլ կբխի ծնողների հետ համագործակցությունից, բայց ինչ անել այն դեպքերում, երբ տերապիան սկսվում է այն պահին, երբ երեխան չգիտի դեռ կորստի մասին, օրինակ նախապատրաստելու միտում կա այդ ամեն ինչի մեջ, հուզականությունը կարգավորելու, բայց երեխաները, ինչպես գիտենք, բավականին ուղղախոս են եւ ուղիղ հարցադրումներ են միշտ ունենում, հոգեբանին հարցնում են, իսկ դու գիտես իմ պապիկը, տատիկը կամ ով որ մահացել է, որտեղ է։ Դե վաղուց չեմ տեսել եւ շատ կարոտել եմ։ Ինչպիսի գործողություններ պետք է անի մասնագետը, քանի որ սուտ ասելը տարբերակ չի, բայց այս դեպքում նաեւ ճիշտ ասել մենք չենք կարող։ Առաջին հերթին ընտանիքին հնարավորինս շուտ պետք է բերենք նրան, որ այդ զրույցը տեղի ունենա, եւ եթե օրինակ դա եղել է շատ վաղուց ու երկար ժամանակ երեխային չի ասվել, միևնույնն է չի նշանակում, որ պետք է թաքցնենք, հա, այդ իրականությունը ու այստեղ մասնագետը կարող է նորից ուղղորդել ընտանիքին, ինչպես այդ լուրը հայտնեն երեխային, գուցե անգամ երեքով կարող է այս դեպքում այդ զրույցը տեղի ունենալ, երբ որ ծնողը կհայտնի, մասնագետը կօգնի այդ ամենը ճիշտ կազմակերպել եւ հետո արդեն կարողանա ուղիղ հանգիստ երեխային պատասխանել։ Մինչև այդ ստացվում է, որ ավելի շատ ինչ որ անորոշ պատասխան պետք է տրվի, որ ես չգիտեմ, պետք է մայրիկից ճշտենք, հա, արի օրինակ մայրիկի հետ սրա մասին խոսենք, այսինքն ուղղորդումը հետ պետք է գնա դեպի ընտանիքը, որովհետև էլի մենք չենք լինելու այն մարդը, ով որ այդ լուրը իրեն կհայտնի, սա եւ մեր կոնտակտը կխարխլի եւ երեխայի ներսը շատ տարօրինակ խառնաշփոթ կառաջացնի, բայց ընտանիքին այս դաշտ բերել միանշանակ կարիք կլինի։ Լուսնե եւ երեք թե վերջին հարցը նույնիսկ մենք որպես մեծահասակ բավականին, չասեմ բավականին, բայց ավելի հաշտենք մեծահասակների մահվան հետ, բայց էականորեն անհաշտ ենք, երբ որ փոքրերն են մահանում, երեխաները ու երեխաների գիտակցության մեջ նաև բավականին դժվար է դա տեղավորվում, քանի որ իրենք ունեն մեկնաբանություն նրա, որ մահը գալիս է այն ժամանակ, երբ որ մենք մեծանում ենք, արդեն շատ ծեր ենք լինում, բայց ցավոք կյանքը դրա մասին չէ եւ հաճախ լինում են այդպիսի դեպքեր, երբ որ մենք մանկական մահացության հետ ենք առնչվում։ Հատկապես երբ որ դա նույն ընտանիքից երեխա է կամ դասարանի երեխաներն են, բակի երեխաներն են, կա որևէ տարբերություն ծնողներին ուղղորդելու հետ կապված, ինչ ասել երեխային, քանի որ ես ինքս առնչվել եմ նմանատիպ դեպքի հետ, երբ որ երեխան ասում էր, որ դա այդպես չպիտի լինի, կյանքը դրա մասին չի ու միշտ խոսում են, որ մեծերն են մահանում, ինչի են երեխաները մահանում։ Այստեղ շատ կարևոր է այն, թե մենք ինչպես ենք երեխային մահը ընդհանրապես բացատրում, այո, հաճախ մենք բնության հետ ենք համեմատում եւ ասում ենք, որ այո, հիմնականում մահը գալիս է, երբ որ մենք, չգիտեմ, ծնվեցինք, ծաղկեցինք, բարգավաճեցինք, պտուղներ տվեցինք, հետո աստիճանաբար հոգնեցինք, ծերացանք, հիվանդացանք եւ մահացանք ու մեր տեղը զիջեցինք ուրիշ մարդկանց, բայց այստեղ շատ կարևոր է այդ հիմնականում բառի շեշտադրումը։
Որովհետև որ մենք ասում ենք, որ դա միշտ է տեղի ունենում, հակառակ փորձառությունը երեխայի մոտ նույն շատ հարցեր կառաջացնի։ Եթե մենք ասում ենք հիմնականում ու այդ պահին երեխան մեզ ոչինչ չի հարցնում, ոչ մի այլ փորձառություն ինքը չունի, դա բավարար է, բայց եթե հենց հասակակիցն է մահացել, այստեղ իհարկե փոքր ավելի խորը պետք է գնանք, բայց երբեմն լինում են դեպքեր, դժբախտ պատահարներ, հիվանդություններ, որի արդյունքում ավելի փոքր տարիքի մարդիկ էլ կարող են մահանալ, դա ավելի հազվադեպ է լինում, բայց այդպես եւս երբեմն լինում է։ Այսինքն այս ինֆորմացիան երեխային պիտի տանք, գուցե այստեղ լավ կլինի որ շեշտենք, որ այդպես ավելի հազվադեպ է լինում, որպեսզի մի փոքր կանխենք այդ տագնապի սրումը, որովհետև ամեն դեպքում այդ իրավիճակներում բնական է, որ երեխան ավելի շատ է սկսելու անհանգստանալ, որ իր հետ էլ կարող է տեղի ունենալ, հարազատների հետ էլ կարող է տեղի ունենալ, դրա համար այստեղ մի փոքր կարծես պետք է փորձենք մեղմել ու այդ ապահովության զգացումը տալ, հա, որպես այդպեսին երեխային։ Բայց էլի շատ կուզենամ շեշտեմ երկու բան։ Մեկը նա է, թե մենք ինքներս որպես մասնագետ ինչպես ենք թեմային վերաբերվում ու ինչքանով պատրաստ ենք իրական թեմայի հետ աշխատել, որովհետև այստեղ աշխատանքի բարդությունը ամեն դեպքում ամենևին տեխնիկաներ չիմանալու մասին չէ, այլ այդ ցավի հետ մնալու, լինելու, առերեսվելու, դրա մասին խոսելու դժվարության մեջ է, հա, որովհետև մեզ համար դժվար է տեսնել ինչպես է փոքր երեխային ցավում, ինչպես է ինքը տխրում, ինչպես է ինքը լաց լինում, տեսնել այդ անարդարությունը, որը իր հետ կարող էր լինել, տեսնել իր ապրումները, դա դժվար է, դա նաև շատ կարող է մեր ներսի կորուստները արթնացնել ու այս առումով շատ ուզում եմ շեշտել, որ մասնագետների պատրաստվածության մեջ այս թեմայով մտնում է նաև իրականում այս թեմայի հետ առնչվելը, այս թեմայի մասին առնչվելը նկատի ունեմ, հա, մտածելու ներքին աշխատանք անելու իմաստով, այսինքն սա այն թեման է, որ մենք ինքներս էլ մի քիչ մեր վրա պետք է աշխատենք, մեր կորուստների ապրման վրա, մահվան վերաբերյալ մեր գաղափարների շուրջ մի քիչ պետք է մտածենք, որտեղ ինչպես դու ասեցիր, երեխաները շատ սուր հարցեր մեզ կարող են տալ, ու մենք իսկապես պիտի պատրաստ լինենք պատասխանել այդ հարցին, թե օրինակ, որ դնում են հողի մեջ, հետո ինչ է լինում ու շատ այլ դժվար հարցերի, որովհետև իրենք անգամ մեր մահվան հետ կապված ինչ-որ բաներ կարող են պատկերացնել։ Այսինքն այստեղ այդ անձնային պատրաստվածությունը թեմայի հետ առերեսվելու եւ այդ ցավի հետ մնալու շատ կարեւոր է, որ անգամ այդ հարցերը ու այդ ցավը չփակեն մասնագետին ու չբերեն նրան, որ ինքը ուղղակի այդ թեման փակի ու սկսի ուրիշ հարցերի հետ աշխատել, ինչպես ցավոք հաճախ լինում է։ Եվ երկրորդը կարծում եմ նրա մասին է, որ մենք կարողանանք, հա, հստակ երեխաներին նաեւ ցույց տալ, որ այո, դա եղել է եւ այդ ցավը անխուսափելի է, այսինքն մենք հստակ պետք է գիտակցենք, որ աշխատանքի նպատակը նա չի, որ չցավա, երեխան չտխրի, չհուզվի, այլ հակառակը օգնելն է իրան դրա միջով անցնել, որովհետև վիշտը հենց այն անհրաժեշտ գործընթացն է, որի իրականացման դեպքում է երեխան վերականգնվում։ Ինքը այդ կամուրջիկն է, որը գտնվում է կորստի փաստի եւ կորստից հետո վերականգնվելու ու բնականon կյանքով ապրելու միջև, հա, ու եթե մենք այդ կամուրջի միջով երեխային չենք ուղեկցում, փորձում ենք իրեն թռցնել այդ կամուրջի վրայով, դա որպես կանոն չի ստացվում ու այդ ճանապարհը անցնելուն պիտի պատրաստ լինենք։ Շնորհակալություն Լուսնե, շատ բարդ, բայց նաև կարևոր ուղղորդումներ էին մասնագետներին, քանի որ թեման, ինչպես նշեցիր, հենց մասնագետների համար երբեմն կարող է լինել ցավոտ ու դժվար ընկալելի։ Հուսով եմ մեր մասնագետները կկարողանան իրենց համար վերցնել աշխատանքի սկզբունքներ ու արդյունավետ վարել նմանատիպ դեպքեր։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։